Քանի դեռ երկրավորը դեպի իրեն է ձգում, իսկ կրքերը մթագնում են սրտի աչքերը այդ պատերազմում, ապա հենց դրանցով էլ բանսարկուն հաղթում է մեզ մարմնավորներիս, երկրավորը սիրողներիս և կրքերով բռնվածներիս, որ հոգում ենք երկրավորի մասին և ստրկանում ենք կրքերին։ Բանն այն է, որ այժմ մենք բոլորս սիրելիներ սիրում ենք երկրավորը, և մեր միտքը մեր թուլության պատճառով գամված է հողին։ Արևը թեքվում է դեպի մայրամուտ, մեր ժամանակը ավարտվում է, իսկ մենք մեր անհավատության պատճառով կարծում ենք, թե դեռ առավոտ է։ Ահա երկնքի արքայությունն արդեն դռների մոտ է, իսկ մենք չենք ուզում նույնիսկ լսել նրա մասին։ Լինում են նշաններ և հրաշքներ, որոնց մասին կանխավ ասաց Տերը, սով, համաճարակ, երկրաշարժեր, պատերազմներ, ազգ ազգի դեմ է ելնում։ Այս ամենի, ինչպես երազի մասին ենք մենք պատմում միմյանց, սակայն ոչ այս ամենի մասին լսելը, ոչ իսկ այս ամենը տեսնելը մեզ չեն սարսափեցնում։ Ընտրյալներն հավաքվում են նախքան վշտերը, որպեսզի չտեսնեն խառնաշփոթն ու մեծ տրտմությունը, որը վրա կհասնի մեղավոր աշխարհին։ Արդեն մոտեցել է հունձքի ժամանակը, լրանում է ժամանակը։ Հրեշտակները պատրաստ պահում են մանգաղները և սպասում են հրամանի։ Սարսափենք սիրելիներ, արդեն ժամը 11 է, իսկ ճանապարհը դեռ շատ երկար է։ Ջանանք, որպեսզի մեզ գտնեն արդեն ճանապարհ ելած, լինենք արթուն, կտրվենք քնից ինչպես հսկողները։ Չգիտենք որ ժամին կգա ամբողջ երկրի Տերը։ Այդ պատճառով էլ թոթափենք մեր բեռը և կենցաղի մասին հոգսերը։ Այսուհետև մի հոգացեք երկրավորի մասին ասաց մեզ Տերը։ Նա պատվիրեց մեզ սիրել առհասարակ բոլորին, մինչդեռ մենք ընդհակառակը հալածեցինք սերը և այն հեռացավ երկրից։ Մեղքերը շատանում են, սուտը ծածկել է բոլորին, յուրաքանչյուրը տենչում է երկրայինը և արհամարհում երկնայինը, ոչ ոք չի սիրում հանդերձյալը։ Կա որևէ մեկը, որ ձգտի երկնավորը։ Մշտապես ատիր այն ամենն, ինչ երկրի վրա է, և խորշելով դրանցից սխրագործիր իբրև կատարյալ և բաղձա երկնքի արքայությունը։